շարունակեմ, մինչ իմ հարցին անդրադառնալը կուզենայի արձագանքել իմ գործընկերոջ Իշխան Սաղաթելյանի հարցին եւ հստակեցրեց ձեր տրամաբանությամբ լինելով վերջին 8 տարիներին պետական պաշտոնյա Տիգրան Հայաստանի Հանրապետության տարածքա թե ոչ, հստակ կադրապատասխան այո կամ ոչ։ Եվ նաև կուզենամ արձագանքել ձեր ելույթին, պարոն Ռուբինյան, երբ որ կոչ եք անում, ասում եք, որ եկեք համերաշխ լինենք, չգիտեմ, մյուս, ուղղակի ուզում եմ հասկանալ, դուք ձեր պնդումների մեջ ինչքանով եք անկեղծ։ Նույն ընդունենք Թագուհի Թովմասյան, ով եկել է նիստերին հանձնաժողովի նախագահ ա եղել, 2-3 սույթ ելույթից հետո որոշեցիք, որ այդ մարդը չպիտի լինի հանձնաժողովի նախագահ։ Այսինքն հանձնաժողովի նախագահին դուք հանեցիք աշխատանքից։ Կամ կոչ եք անում, որ զուսպ լինեն, խոսում են ձեր գործընկերները տեղից ձեն են հանում, խնդում են, չգիտեմ ինչ որ արձագանքներ են լինում, ձեր կոչերը միջև ընդդիմությանն անելը, դուք ձեր գործընկերների հետ խոսել եք, թե չեք խոսել։ Հաջորդը, երբ որ կոչ եք անում կամ Տիկին Գրիգորյանին ասում եք միգուցե ընդդիմությունից ընտրեն ձեզ, իսկ ես կարծում եմ միգուցե ձեր ֆրակցիայից մի անգամ էլ խոսեք, ձեզ դեմ քվեարկողներ կլինեն, բայց խնդրում եմ, այդ մնացածը ռեպլիկ էր, պատասխանեք Իշխան Սաղաթելյանի հարցին, որը կրկնեմ, Տիգրան Աշենը Հայաստանի Հանրապետության տարածք է թե ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, ես կոչ չեմ արել լինել համերաշխ, ես կոչ եմ արել լինել բարեկիրթ, դրանք տարբեր բաներ են եւ ես ձեր հետ ամենևին համերաշխ չեմ եւ ոչ էլ ձեր ներկայացած խմբակցության հետ եմ համերաշխ։ Ես գրեթե բոլոր հարցերով տարբեր կարծիքներ ունեմ ձեր քաղաքական ուժի հետ, բայց ես կոչ եմ անում լինել բարեկիրթ։ Եվ այո, ըստ իս բարեկրթությունը նաեւ ենթադրում է, երբ որ մեկը դիմում է մյուսին, այսինչ չի անում։ Բայց դա ճաշակի հարց է։ Ինչ վերաբերվում է Թագուհի Թովմասյանին, Տիկին Թովմասյանը մի քանի ելույթ հետո չի հեռացվել այդ պաշտոնից, մի քանի տարի անց է հեռացվել, եթե չեմ սխալվում, բայց դա չգիտեմ դա ինչքան կապ ունի մեր քննարկման հետ։ Ես ասում եմ, ես ուրախ կլինեմ, եթե ձեր խմբակցությունը վերցնի իրեն հասանելի պաշտոն եւ կոչ եմ անում ձեզ անել դա, որովհետեւ դա խորհրդարանական աշխատանք է այդ թվում։ Ես կոչ չեմ անում ընդդիմությանը ինձ քվեարկել, հակառակ ես ասում եմ, ես չեմ ակնկալում, որ ընդդիմությունը ինձ քվեարկի, բայց դեմ չեմ, ասում եմ, բացարձակ դեմ չեմ։ Ինչ վերաբերում է պարոն Սաղաթելյանի հարցին, ես այդ հարցին արդեն պատասխանել եմ սպառիչ։ Շնորհակալություն։ Արձագանք ունեք։ Իհարկե ունեմ, սպառիչ պատասխան չի եղել, տարածքը այո կամ ոչ, դա մեկ։ Երկրորդը, որ ասում եք համերաշխություն կամ բարեվարկություն, ձեր ֆրակցիայի կողմից դա նկատում եք, թե չէ։ Մյուսը ձեռքի շարժումների հետ, երբ որ կապված ձեր դիտարկումը դուք անում եք, երևի մոռացել եք, որ ձեր գործընկերներին, օրինակ Արտուր Թովմասյան մատ էր թափ տալիս, ասում էր ականջ կկտրեմ, աշի կհանեմ կամ մյուս։ Բայց ժամանակ ձեր մոտեցումներ էր, կամ հիմա հարց եմ տալիս Արտուր Հովհաննիսյանը, կամ հիմա, երբ որ ես խոսում եմ, ձեր գործընկերների տեղից ինչ որ ձայն հանել է։ Նորմալ է ձեր համար։ Շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, իդեպ օգտվելով առիթից ուզում եմ ձեզ շնորհավորել պատգամավոր ընտրվելու կապակցությամբ, որտեղ որքան գիտեմ դուք նախկինում այս շենքում աշխատել եք որպես Մանվել Գրիգորյանի օգնական։ Ուղղեք ինձ, եթե սխալ եմ։ Սխալ եմ։ Հա, շնորհակալություն, բայց մի ընդհատեք ինձ։ Շնորհավորում եմ, առաջընթաց եք գրանցել եւ վստահ եմ, որ դուք ուրախ եք, որ այն ժամանակվա տրամաբանությամբ չէ, որ ձեզ այս շենքում կվերաբերվեն։ Ես նկատի ունեմ բառից լավ իմաստով, ձեզ շատ լավ կվերաբերվեն ինչպես ցանկացածին։ Ինչ վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, Հայաստանի ինքնիշխան տարածքը կազմում է 20743 կիլոմետր քառակուսի, բոլորը գիտեն, որն է Հայաստանի ինքնիշխան տարածքը միջազգայինորեն ճանաչված, իսկ ինչ վերաբերվում է անկլավների հարցերին, դրանք լուծվելու են սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում։ Ընդ որում, ինչպես Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, եւ այստեղ լավ լուրն է, որ կարծես թե ըմբռնում կա նաեւ ադրբեջանական կողմից, որտեղ իրանք էլ են հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում է լուծվելու հարցը, այսինքն կա ըմբռնում, կարող են լինել տարբեր տարբերակներ, բայց հիմա որևէ որոշում այդ հարցով չկա։ Շնորհակալություն։